Ամեն ինչ սկսվել էր այն բանից, երբ դաժան ավտովթարը խլեց երիտասարդ աղջկա տեսողությունը, աստիճանաբար մթագնելով նրա աշխարհը։ 2 տարի առաջ մի գիշեր ճանապարհը լցվեց մեքենայի ճայթունով եւ մետաղի ճռռոցով։ Անին 18-ամյա աղջիկը նստած էր հոր Ալբերտի կողքին, երբ ամեն ինչ փոխվեց մի ակնթարթում։ Բախումից հետո նրա աչքերը սկսեցին մթնել, օր-օրի խլելով լույսը, մինչև խավարը դարձավ նրա նոր իրականությունը։ Ծնողներն ամեն օր պայքարում էին դստեր բուժման ծախսերը հոգալու համար, բայց յուրաքանչյուր քայլ նրանց ավելի էր խորասուզում անդունդը։ Այժմ 20 տարեկանում Անին եւ նրա ընտանիքը կորցրել էին ամեն ինչ՝ տուն, երազանքներ, մնացել էր միայն լռություն։ Մինչև մի օր դուռը թակեցին։ «Ես եկել եմ օգնելու ձեզ, Գերմանիա կտանենք բուժման», ասաց մի ձայն վստահ եւ խոստումնալից։ Ինչ գաղտնիք էր թաքնված այդ գիշերվա մշուշում, եւ ով էր այդ ձայնը, որ կարծես գիտեր ավելին, քան ասում էր։ Նոր հույսեր ու կոտրված երազանքներ, մութ պատմություններ, տարիներով քողարկված, որ մի օր անպայման պետք է լույս տեսնեին։ Դիտեք մինչև վերջ պարզելու, թե ինչ ճշմարտություն է սպասում խավարի ետևում եւ ինչպես կարող է անմեղ թվացող մի սխալը դառնալ ճակատագրերի կործանման պատճառ։ Անին 20 տարեկան էր, բայց նրա աշխարհը 2 տարի է սահմանափակվել էր ձայներով եւ հպումներով։ Ամեն առավոտ նա արթնանում էր լսելով մոր քայլերի թույլ արձագանքը, բայց աչքերը մնում էին լուռ, կորցրած լույսը։ Նա հիշում էր գույները, ծառերի կանաչը, երկնքի կապույտը, բայց այդ հիշողությունները կարծես մարում էին օր-օրի։ Խավարն անողոք էր, սակայն Անին սովորել էր գտնել կյանքը ձայներում, թռչունների ծլվլոց, փողոցի աղմուկ եւ մի ձայն, որն ավելի թանկ էր, քան մնացածը։ Դավիթը, նրա սիրելին, այն տղան, որին նա սիրել էր դեռ վթարից առաջ, երբեք չէր հեռացել։ 2 տարի նա գալիս էր բերելով ծաղիկներ, որոնց բույրը Անին շնչում էր եւ պատմություններ, որոնք լցնում էին նրա միտքը։ Ես քեզ հետ եմ, Անի, դու մի օր նորից կտեսնես, ես վստահ եմ դրանում, ասում էր Դավիթը եւ նրա ձայնը դառնում էր Անիի խարիսխը։ Բայց նույնիսկ Դավիթի ներկայությունը չէր կարող լրացնել այն դատարկությունը, որ թողել էին կորցրած երազանքներն ու ընտանիքի ունեզրկումը։ Հիվանդանոցի սենյակը լցված էր սարքերի մեղ բզզոցով եւ ախտահանիչի սուր հոտով։ Անին նստած էր ձեռքերը ծնկներին, լսելով բժշկի ձայնը, որն ամեն անգամ ավելի ծանր էր դառնում։ Մենք արել ենք ամեն ինչ, ինչ կարող էինք, ասաց բժիշկը, ձայնը չոր եւ զգուշավոր։ Նա բացատրեց, որ վթարից հետո Անի տեսողական նյարդերը վնասվել են այնպես, որ վիրահատությունները քիչ հույս են տալիս։ Հնարավոր է Գերմանիայում ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ լինեն, բայց ես չեմ կարող խոստանալ, ավելացրեց նա, կարծես փորձելով մեղմել հարվածը։ Անին լռում էր, բայց նրա մտքերում պտտվում էին բառերը. քիչ հույս, չեմ կարող խոստանալ։ Բուժումները, որոնց համար հայրը Ալբերտը ծախսել էր ընտանիքի վերջին կոպեկները, կարծես ջուրը քամիչով լցնել էին։ Դավիթը կողքին էր սեղմելով նրա ձեռքը, բայց նույնիսկ նրա ջերմությունը չէր կարող փարատել այն սառնությունը, որ լցվել էր Անի սրտում։ Անին աղոտ հիշում էր այդ գիշերվա սկիզբը, զվարթ պահերը, որոնք կարծես փորագրված էին նրա մտքում։ Նա եւ հայրը Ալբերտը ճանապարհին էին, երաժշտությունը բարձրացրած, եւ նա երգում էր, ծիծաղելով, երբ հայրը սխալ էր կրկնում բառերը։ Դու ավելի լավ երգիչ ես, քան ես, Անի, ասել էր նա ժպտալով եւ նրա ձայնը լցված էր ջերմությամբ։ Անին հիշում էր, թե ինչպես էր պատմում Դավիթի մասին ինչ որ զվարճալի դեպք դպրոցից, եւ հայրը գլխով էր անում աչքերը ճանապարհին։ Բայց այդ պահից հետո ամեն ինչ դառնում էր մշուշոտ։ Կարծես նրա հիշողությունը կտրված ժապավեն լիներ։ Նա չէր հիշում լույսերը, բախումը, ճիչը, ոչինչ այն պահից, երբ մեքենան սկսեց սայթաքել։ Բժիշկներն ասել էին, որ դա վնասվածքի հետևանք էր։ Գլխի հարվածը խլել էր այդ վայրկյանները նրանից։ Անին հիշում էր, թե ինչպես էր հայրը Ալբերտը նստել նրա կողքին հիվանդանոցում վթարից օրեր անց։ Դա մի սովորական գիշեր էր, Անի, սկսել էր նա, ձայնը մեղմ, բայց ծանր։ Մենք վերադառնում ենք տուն։ Դու ծիծաղում էիր,
պատմում էիր ինչ-որ բան Դավիթի մասին, և ես լսում էի քեզ ժպտալով։ Ճանապարհը դատարկ էր։ Լուսինը փայլում էր, և ես մտածում էի, թե որքան երջանիկ ենք մենք, շարունակել էր նա ձեռքը սեղմելով Անիի մատներին։ Բայց հետո մի մեքենա հայտնվեց, անսպասելի, արագ, կարծես ոչ մի տեղից։ Ես փորձեցի խուսափել Անի, երդվում եմ, ես ամեն ինչ արեցի, բայց նրանք հարվածեցին մեզ, ասել էր Ալբերտը, ձայնը կոտրվելով։ Ես լսեցի ապակու ջարդվելու ձայնը, զգացի, թե ինչպես է մեքենան պտտվում և հետո դու լռեցիր։ Երբ ես գիտակցության եկա, այդ վարորդը, նա արդեն փախել էր, թողնելով մեզ այդ խառնաշփոթի մեջ, ավարտել էր նա խոնարհելով գլուխը։ Անին լսել էր այդ պատմությունը տասնյակ անգամ, բայց հայրը երբեք չէր խոսում այն դառը ճշմարտության մասին, որ թաքցնում էր իր սրտում։ Ալբերտը լրացրել էր այդ բացը պատմելով իր տարբերակը մեքենայի մասին, որ հարվածել էր ու փախել, և Անին հավատում էր, քանի որ այլ բան չուներ, բայց հայրը լռում էր այն մասին, ինչ ինքը գիտեր, դաժան իրականությունը, որն ավելի ծանր էր, քան նա կարող էր կրել։ Երևանում բժիշկները մեկը մյուսի հետևից գլխով էին անում, հայտնելով նույն անփոփոխ լուրը։ Այստեղ մենք այլևս ոչինչ չեն կարող անել, ասում էին նրանք, և յուրաքանչյուր բառ կարծես քար էր ընկնող Անի ընտանիքի սրտին։ Հույսը մարել էր Հայաստանի սահմաններում, և միակ լույսը փայլում էր հեռավոր Գերմանիայից, այնտեղ, որտեղ առաջադեմ բժշկությունը կարող էր Անին վերադարձնել տեսողությունը, բայց այդ հույսն ուներ իր գինը, հսկայական գումարներ, որ Ալբերտն ու նրա ընտանիքը չունեին, կորցրած ամեն ինչ բուժման անվերջ փորձերում։ Անին լսում էր, թե ինչպես էր հայրը խոսում մոր հետ գիշերները, ձայնը խռպոտ, անզոր։ Ինչ անենք, որտեղից գտնենք։ Դավիթով երբեք չէր լքել Անին, որոշեց վերցնել ամեն ինչ իր ձեռքերում։ Նա բացեց իր Facebook-ի էջը, մի քանի խորը շունչ քաշեց և սկսեց գրել. Խնդրում եմ, օգնեք իմ ընկերուհուն, երիտասարդ աղջկան, ում կյանքը կարող է փոխվել։ Նա պատմեց Անիի մասին, նրա ժպիտի, երազանքների և այն խավարի, որն ընդամենը մի քանի քայլ էր հեռու լույսից։ Հայտարարությունը տարածվեց, հասնելով անծանոթների սրտերին, բայց Դավիթը չգիտեր, որ այն կհասներ նաև մեկին, ում համար Անիի անունը ավելին էր, քան պարզապես պատմություն։ Կարճ ժամանակ անց Դավիթի հեռախոսը զանգեց անծանոթ համարից, և ձայնը գծի մյուս կողմում փոխեց ամեն ինչ։ Ես տեսա ձեր հայտարարությունը, ասաց տղամարդը ձայնը հանգիստ, բայց վստահ։ Ես պատրաստ եմ օգնել։ Ես կվճարեմ Անիի բուժման համար։ Դավիթի սիրտը բաբախեց, նա չէր հավատում իր լսածին, կարծես երազի մեջ լիներ, որտեղ անհնարինը դառնում էր իրական։ Նա պատկերացրեց Անիի ժպիտը, երբ նա կրկին կտեսներ աշխարհը, և այդ միտքը լցրեց նրան անհավանական ուրախությամբ։ Ինչպես կարող եմ շնորհակալություն հայտնել ձեզ, հարցրեց Դավիթը, բայց տղամարդը պատասխանեց պարզ. Դեռ ժամանակ կունենաք։ Դավիթը չէր կարող սպասել, նա ցանկանում էր վազել Անիի տուն, բռնել նրա ձեռքը և ասել. ամեն ինչ լավ կլինի։ Նա անհամբեր էր այդ բարերարին ծանոթացնելու Անիի ընտանիքի հետ, չկասկածելով, որ այդ օգնությունը կարող էր ավելի խոր արմատներ ունենալ, քան երևում էր։ Բայց մտահոգ ընկերը որոշեց առայժմ ձայն չհանել, Անիին չպատմելով բարերարի մասին։ Նրա մտքում պտտվում էր միայն մի բան. նախ ծնողներին տեղյակ պահել, նրանց աչքերում տեսնել այն հույսը, որ հետո կփոխանցվեր Անիին։ Նա անեց հեռախոսը և մատը սեղմեց Ալբերտի համարի վրա, սպասելով, որ նրա խռպոտ ձայնը կլսվի։ Զանգը հնչեց ու հնչեց, բայց պատասխան չեղավ, միայն դատարկություն էր գծի մյուս կողմում։ Դավիթը չհանձնվեց։ Մի քանի վայրկյան անց նա զանգեց տիկին Նվարդին, Անիի մորը, ում ձայնը միշտ կարծես կրում էր անցած օրերի ծանրությունը։ Տիկին Նվարդ, ես պետք է ձեզ հետ խոսեմ, ասաց նա ձայնը թեթև դողալով։ Ինձ զանգել են, մեկը պատրաստ է օգնել Անիի բուժմանը։ Դու լուրջ ես, շշնջաց Նվարդը, կարծես վախենալով բարձր խոսել, որ երազը չփշրվի։ Ես ուզում եմ, որ մենք հանդիպենք նրա հետ, դուք, ես և այդ մարդը, առաջարկեց Դավիթը,
չգիտակցելով, որ այդ զանգը կարող էր ավելին բերել, քան նա սպասում էր։ Երեկոն ընկել էր, երբ Ալբերտը հոգնած աշխատանքից բացեց տան դուռը, կոշիկների ձայն արձագանքելով փոքրիկ միջանցքում։ Տիկին Նվարդը սպասում էր նրան, աչքերում անհանգստություն և միաժամանակ թաքնված ոգևորություն։ «Ալբերտ, եկ սենյակ», շշնջաց նա ձեռքը բռնելով և տանելով ննջասենյակ, որտեղ Անի ականջները չէին հասնի։ Դուռը փակելով նա խոսեց ցածր ձայնով. «Դավիթը զանգել էր, մի տղամարդ կապվել է նրա հետ, պատրաստ է վճարել Անի բուժման համար»։ Ալբերտի դեմքը լուսավորվեց, ծանր օրվա կնճիռները կարծես հալվեցին և նա շշնջաց. «Ինչ ես ասում Նվարդ, սա ճիշտ է»։ Դավիթն ասաց, որ վստահ է և առաջարկում է հանդիպել նրա հետ, պատասխանեց Նվարդը ձեռքերը սեղմելով իրար։ «Դե արի հենց վաղը հրավիրենք նրանց մեր տուն», որոշեց Ալբերտը ձայնը լի վճռականությամբ։ «Բայց Անին դեռ ոչինչ չենք ասի»։ Նվարդը գլխով արեց. «Ոչ մի բառ, մինչև այդ բարերարը անձամբ չգա և ինքը չխոսի»։ Նրանք լռեցին, սենյակը լցվելով անհայտի սպասումով, որ կարող էր կամ փրկություն բերել, կամ բացել անցյալի ստվերները։ Ալբերտի սիրտը բաբախում էր։ Նա չսպասեց և նույն պահին ննջասենյակում հանեց հեռախոսը, մատները դողելով սեղմելով Դավիթի համարը։ «Դավիթ», ասաց նա ձայնը կոտրելով հույսից ու վախից, «ես լսեցի Նվարդից, խնդրում եմ, վաղը երեկոյան եկեք մեզ մոտ, բարերարի հետ»։ Դավիթը պատասխանեց ձայնը դողացող, բայց լի վճռականությամբ. «Ես կբերեմ նրան, պարոն Ալբերտ, սա մեր շանսն է»։ Ալբերտի աչքերը խոնավացան։ Նա դրեց հեռախոսը և Նվարդի ձեռքը սեղմեց շշնջալով. «Վաղը ամեն ինչ կարող է փոխվել»։ Հաջորդ երեկո դռան զանգը կտրեց լռությունը, և Անին նստած հյուրասենյակում զգաց, որ օդը ծանրացել է։ Դավիթի քայլերը առաջինը լսվեցին, նրա ձայնը դողում էր. «Անի, ես այստեղ եմ, և ոչ մենակ»։ Հետո եկավ անծանոթ ձայն, խոր և հանգիստ. «Բարև աղջիկս, ես եկել եմ ձեր կյանքը լուսավորելու»։ Անին սառեց, սիրտը բաբախելով անհայտությունից, մինչ Ալբերտն ու Նվարդը կանգնած էին, շունչները պահած, աչքերում արցունքներ և սպասում։ Բարերարը, որ կլիներ մոտ 45 տարեկան, առաջ քայլեց, նրա ձայնը լցվեց սենյակ կարծես կտրելով լարված լռությունը։ «Ես Արմենն եմ», ներկայացավ նա, ձայնը հանգիստ, բայց լի անսասան վճռականությամբ։ Նա նստեց Անիի ծնողների դիմաց, աչքերն ուղղված Ալբերտին և Նվարդին և սկսեց խոսել յուրաքանչյուր բառ կշռելով։ «Ես ամեն ինչ լսել եմ Դավիթից, և ես այստեղ եմ, որ օգնեմ», ասաց նա ձեռքերը սեղանին դնելով։ «Բայց ես պետք է իմանամ մանրամասները»։ Ալբերտը խռպոտ ձայնով պատմեց բուժումների մասին, Գերմանիայի մասին և այն անհույս օրերի մասին, որոնք ջախջախել էին իրենց։ Արմենը լսում էր, գլխով անելով, ապա խոսեց. «Վաղվանից ես կսկսեմ ամեն ինչ կարգավորել։ Վիզան, թղթերը, բժիշկների հետ կապը, ես կհոգամ այդ ամենը», խոստացավ նա և նրա խոսքերում զգացվում էր անբացատրելի ուժ։ Նվարդի աչքերում արցունքներ հայտնվեցին, իսկ Ալբերտը շշնջաց. «Ինչով ենք մենք սա վաստակել, միթե հրաշքներ իսկապես լինում են»։ Անին լսելով այդ ամենը զգաց, որ սրտում մի բան շարժվեց, բայց դեռ չգիտեր, թե այդ ձայնը կարող էր ավելին բերել, քան խոստումները։ Արմենը հավատարիմ մնաց իր խոսքին, և 2 ամիս անց ամեն ինչ պատրաստ էր. վիզաներ, տոմսեր, Գերմանիայի բժիշկների հետ պայմանավորվածություն։ Այդ ընթացքում նա մի քանի անգամ այցելել էր Անիի ընտանիքին, բերելով թղթեր, նորություններ և երբեմն պարզապես նստելով նրանց հետ լռության մեջ։ Ալբերտն ու Նվարդը սկզբում շփոթված էին, բայց աստիճանաբար սովորեցին վստահել այդ անծանոթին, ում ձայնը կարծես փարոս էր դարձել նրանց խավարում։ Մեկնելուց 1 օր առաջ Անին նստած էր պատշգամբում, երբ Արմենը եկավ վերջին անգամ հանդիպելու։ Նա լսեց նրա քայլերը, զգաց նրա ներկայությունը և հանկարծ խոսեց, ձայնը լի հետաքրքրությամբ. «Պարոն Արմեն, ես պետք է հարցնեմ, ինչու եք դուք այսքան ժամանակ ու գումար ծախսում ինձ համար», ասաց նա գլուխը թեքելով։ «Չէ որ, ես ընդամենը կուրացած աղջիկ եմ, ում դուք նույնիսկ չեք էլ ճանաչել»։
Արմենը լռեց մի պահ, օդը ծանրացավ և նրա շունչը կարծես կանգ առավ։ Դա անձնական է, հետո ամեն ինչ կիմանաս։ Պատասխանեց նա վերջապես, ձայնը խճճված զգացմունքներով։ Բայց ես խոստացել եմ և դա կանեմ։ Անին զգաց, որ այդ խոսքերի հետևում ավելին կար, բայց Արմենը թույլ չտվեց, որ հարցը խորանա, թողնելով նրան մտքերի մեջ։ Արմենը նետվել էր գործերի մեջ, օրերն ու գիշերները լցնելով թղթաբանությամբ, զանգերով և անվերջ պայմանավորվածություններով։ Նա զբաղվում էր ոչ միայն Անի, այլև տիկին Նվարդի վիզաների հարցերով, որպեսզի մայրը կարողանար ուղեկցել դստերը Գերմանիա։ Ընտանիքը սպասում էր, օրերը հաշվելով և ամեն անգամ, երբ Արմենը հայտնվում էր նրանց դռան մոտ, նոր փաստաթղթեր ձեռքին, նրանց սրտերում հույսի կայծ էր վառվում։ Անին, լսելով նրա քայլերը, զգում էր, որ յուրաքանչյուր այցով ինչ-որ բան մոտենում էր, թեև դեռ չէր կարողանում պատկերացնել դրա ամբողջությունը։ Բայց մեկնելուց ընդամենը օրեր առաջ, երբ ամեն ինչ կարծես վերջապես կարգավորված էր, անսպասելի հարված եկավ։ Տիկին Նվարդի թղթերի հետ կապված խնդիրներ առաջացավ, ինչ-որ բյուրոկրատական սխալ, որն անհնարին էր դարձնում նրա մեկնումը։ Այդ լուրը ընկավ ընտանիքի վրա ինչպես սառ անձրև, և սենյակը լցվեց լռությամբ, որը կարծես ճնշում էր նրանց։ Արմենը, կանգնած նրանց առջև, փորձում էր գտնել լուծում, մինչ ընտանիքը կանգնած էր ընտրության առաջ։ Հարցը դրվեց անողոք. կամ Անին պետք է մեկներ Գերմանիա միայն Արմենի հետ, ով խոստացել էր այնտեղ դայակ վարձել նրա համար, կամ էլ ամեն ինչ չեղարկվեր, և այդ երկու ամսվա պայքարը, ջանքերը, հույսերը կմնային օդում կախված առանց ելքի։ Ալբերտի ձեռքերը սեղմվեցին բռունցքի, Նվարդի աչքերում արցունքներ հայտնվեցին, իսկ Անին, զգալով օդի ծանրությունը, լարվում էր, չիմանալով, թե ինչ էր սպասվում։ Արմենը կանգնած էր ընտանիքի առջև, զգալով իր ուսերին ընկած պատասխանատվության ծանրությունը։ Նա ստիպված եղավ համաձայնել ուղեկցել Անիին, քանի որ ժամանակը սպառվել էր և այլ ելք պարզապես չկար։ Ալբերտն ու Նվարդը, չնայած սրտերում պտտվող անհանգստությանը, կանգնած էին անելանելի վիճակում։ Նրանց մտքերը խառն էին։ Նրանց դուստրը, իրենց միակ երեխան, պետք է մեկներ օտար երկիր մի տղամարդու հետ, ով թեպետ բարերար էր, բայց ընդամենը 2 ամսվա ծանոթ։ Անհայտը սողոսկում էր նրանց մտքերը և կասկածները պտտվում էին։ Իսկ եթե ինչ-որ բան այն չլիներ, ինչպես կարող էին նրանք վստահել իրենց աղջկան։ Բայց Գերմանիան մնում էր Անի աչքերի լույսի միակ հույսը, և այդ հույսը կորցնելը նշանակում էր ընդմիշտ հաշտվել խավարի հետ։ Ալբերտը նայեց Նվարդին, նրանց հայացքները հանդիպեցին, լուռ խոսելով այն ամենի մասին, ինչ չէին արտաբերում։ Նրանք մի պահ կանգ առան, ձեռքերը սեղմելով միմյանց, կարծես փորձելով ուժ գտնել այդ որոշման համար։ Ի վերջո, նրանք մոտեցան Արմենին, նրանց աչքերում խառնված էին երախտագիտություն և խնդրանք, որ նա խոստանար պահել Անիին։ Արմենը գլխով արեց, նրա դեմքը մնաց անթափանց, բայց ներսում ինչ-որ բան կարծես շարժվեց, թաքնված նրանց հայացքներից։ Անին, զգալով սենյակի լարվածությունը, սպասում էր, չիմանալով, որ իր ճակատագիրը հենց այդ պահին էր որոշվում։ Հաջորդ օրերը կարծես ժամանակի դանդաղ ընթացք էին, յուրաքանչյուր վայրկյան լցված սպասումով և անորոշությամբ։ Անին և նրա ընտանիքը կանգնած էին խաչմերուկում, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող էր կամ լույս բերել, կամ ընդմիշտ խավար թողնել։ Արմենը իր խոստմանը հավատարիմ պատրաստվում էր ուղեկցել Անիին Գերմանիա, և օդանավակայան տանող ճանապարհը դարձել էր վերջին կամուրջը դեպի անհայտը։ Ալբերտն ու Նվարդը Դավիթի հետ միասին որոշել էին ճանապարհել նրանց։ Մեքենան կանգնեց, և օդանավակայանի աղմուկը սկսեց լսնել օդը։ Ճամպրուկների գլորվող ձայներ, մարդկանց խառնաշփոթ և հեռացող ինքնաթիռների մռնչյուն։ Կանգնած օդանավակայանի մուտքի մոտ, աչքերում խառնված հույս և անհանգստություն, Անին զգում էր նրանց ներկայությունը, լսում էր Դավիթի ծանոթ շնչառությունը և ծնողների ծանր քայլերը, որոնք կարծես վերջին անգամ էին հնչում իր մոտ։ Ալբերտը ձեռքը դրեց Անի ուսին, Նվարդը մոտեցավ և գրկեց նրան, իսկ Դավիթը կանգնած էր կողքին լուռ, բայց նրա լռությունը լցված էր անասելի զգացմունքներով։ Արմենը սպասում էր ճամպրուկը ձեռքին, և նրա ներկայությունը կարծես անտեսանելի պատ էր կառուցում նրանց միջև։
Այդ օրերը որոշիչ էին լինելու, քանի որ թաքնված գաղտնիքները, որոնք տարիներով կուտակվել էին, պատրաստվում էին բացվել։ Անցյալի ստվերները, որոնք Ալբերտը թաքցրել էր, եւ Արմենի խորհրդավոր մտադրությունները սկսելու էին դուրս գալ մակերես, փոխելով ամեն ինչ։ Հրաժեշտի պահը ծանր էր, օդանավակայանի մուտքի մոտ օդը լցված էր անասելի զգացմունքներով։ Ալբերտը, Նվարդը եւ Դավիթը կանգնած էին աչքերում խառնված հույս եւ անհանգստություն։ Մինչ անին զգում էր նրանց ջերմությունը վերջին անգամ։ Ալբերտի ձեռքը դողում էր, երբ նա հպվեց դստերուսին։ Նվարդի գրկախառնությունը կարծես փորձում էր պահել ժամանակը, իսկ Դավիթի լռությունը խոսում էր ավելին, քան բառերը։ Արմենը ճամպրուկը ձեռքին սպասում էր, նրա կեցվածքը անշարժ, բայց աչքերում ինչ-որ անտեսանելի ստվեր էր թաքնված։ Ինքնաթիռը բարձրացավ, եւ ժամեր անց Անին ու Արմենը վայրեջք կատարեցին Գերմանիայում, Մյունխենի Ֆրանց Յոզեֆ Շտրաուս օդանավակայանում։ Օդը լցված էր անծանոթ հնչյուններով, գերմաներեն խոսքեր, մեքենաների մեղմ աղմուկ եւ քայլերի անվերջ հոսք, որոնք Անի համար նոր աշխարհ էին։ Արմենը քայլում էր նրա կողքին, ուղղորդելով նրան օդանավակայանի եռուզեռի միջով, եւ նրա ներկայությունը միաժամանակ ծանոթ էր ու օտար։ Մյունխենը բացվում էր նրա առջև ոչ թե աչքերով, այլ ձայներով եւ զգացողություններով, եւ այդ նոր սկիզբը կարծես խոստանում էր ավելին, քան նա կարող էր պատկերացնել։ Քիչ անց նրանք կապվեցին Անի ծնողների հետ, հայտնելով, որ բարեհաջող վայրեջք են կատարել։ Անին ու Արմենը դուրս եկան օդանավակայանից, օդը լցված սառը քամով եւ անծանոթ հնչյուններով։ Անին զգում էր, թե ինչպես էր Արմենը նրբորեն ուղղորդում իրեն, ձեռքը թեթև դիպչելով նրա թևին, մինչ նրանք քայլում էին դեպի սպասող տաքսին։ Տաքսու դուռը բացվեց եւ նրանք նստեցին ներս։ Մեքենայի նստարանը փափուկ, բայց օտար, իսկ շարժիչի մեղմ բզզոցը լսրեց լռությունը։ Ճանապարհը դեպի Արմենի վարձած տունը սկսվեց, եւ Անին լսում էր անվադողերի ձայնը, խճաքարերով ծածկված փողոցների վրա զգալով, որ ամեն վայրկյան իրեն ավելի է հեռացնում տնից։ Մյունխենի փողոցները կարծես շշնջում էին իրենց պատմությունները, անցնող մեքենաների աղմուկ, հեռավոր զանգերի խուղանջ եւ քամու սուլոց, որոնք ներս էին սողոսկում պատուհանից։ Ի վերջո տաքսին կանգ առավ, եւ Արմենը օգնեց Անին դուրս գալ օդում տարածված ծառերի եւ խոնավ հողի բույրը ողջունելով նրան։ Նրանք քայլեցին դեպի տուն, փոքր, բայց հարմարավետ մի վայր, որը Արմենը նախապես պատրաստել էր նրանց համար։ Դրան մոտ նրան սպասում էր մի կին, ազգությամբ հայ, մոտ 50 տարեկան, ում քայլերն ու ջերմ շնչառությունը զգացվում էին նույնիսկ Անի համար։ Նրա ներկայությունը լցված էր տարօրինակ ծանոթությամբ, կարծես հայրենիքի մի կտոր լիներ այդ ուտալ հողում։ Այդ կինը, որի ձեռքերը կոշտացած էին տարիների աշխատանքից, պետք է դառնար Անի դայակը, նրա աչքերը, ձեռքերը եւ ուղեկից այդ անծանոթ աշխարհում։ Անին զգաց նրա մոտեցումը եւ թեև չէր տեսնում, մի տեսակ ջերմություն տարածվեց օդում խառնված անհայտի սպասման հետ։ Դայակը, տիկին Սեդան, տարիներ առաջ էր տեղափոխվել Գերմանիա, թողնելով հայրենիքը հեռավոր անցյալում։ Նրա կյանքը Մյունխենում կառուցվել էր քրտնաջան աշխատանքի եւ օտարության մեջ հայկական արմատները պահպանելու փորձերի վրա։ Երբ նա առաջին անգամ մոտեցավ Անին, նրա ձեռքերի կոշտությունը զգացվում էր, բայց դրանում թաքնված էր մայրական ջերմություն, որը ժամանակի ընթացքում կդառներ Անի հենրանը։ Նրանք շուտ մտերմացան, կարծես անտեսանելի կապ լիներ նրանց միջև, ծնված հայրենիքի ընդհանուր հիշողություններից եւ օտարության մեջ միայնության զգացումից։ Անին զգում էր տիկին Սեդայի ներկայությունը, նրա քայլերի ռիթմը, խոհանոցից եկող հայկական ուտեստների բույրը, եւ այդ ամենը նրան տանում էր դեպի ծանոթ աշխարհ, որը նա կարծում էր կորցրել էր։ Մի քանի օր անց ժամանակը եկավ, եւ Անին Արմենի եւ տիկին Սեդայի ուղեկցությամբ ուղևորվեց հիվանդանոց։ Մեքենայի ընթացքը լրացված էր լռությամբ, միայն անվադողերի մեղմ ձայն էր արձագանքում, մինչ նրանք հասան Մյունխենի կենտրոնական բժշկական կենտրոն։ Հիվանդանոցի մուտքի մոտ օդը լցված էր ախտահանիչի սուլհոտով եւ սարքերի մեղմ բզզոցը սկսեց լսնել Անի ականջները։ Հետազոտությունների փուլը սկսվեց։ Բժիշկները ձեռքերը շոշափում էին նրա դեմքը։ Սարքերը սկանավորում էին նրա աչքերը եւ յուրաքանչյուր պահ կարծես ձգվում էր անվերջ։ Անի զգում էր սենյակի լարվածությունը, տիկին Սեդայի ձեռքը սեղմված էր իրեն։ Իսկ Արմենը կանգնած էր կողքին, նրա շնչառությունը ծանր եւ անհանգիստ։
Այդ պահը նոր սկիզբ էր, բայց նաև դուռ դեպի անհայտը, որտեղ յուրաքանչյուր հետազոտություն կարող էր կամ հույս բերել, կամ ընդմիշտ փակել այն։ Անին, հարմարվելով Մյունխենի տան փոքրիկ սենյակին, հաճախ էր ձեռքը տանում դեպի հեռախոսը, զգալով կոճակների ծանոթ դասավորվածությունը։ Նա զանգում էր տուն, յուրաքանչյուր զանգով կարծես կամուրջ գցելով դեպի Հայաստան, դեպի այն ձայները, որոնք նրա խավարելացնում էին ջերմությամբ, Ալբերտի խռպոտ ձայնը, Նվարդի հոգնած, բայց սիրառատ շնչառությունը, այդ ամենը նրան պահում էր կապված իր արմատներին։ Երբեմն նա զանգում էր Դավիթին, եւ նրա ծանոթ ծիծաղը, նրա քաջալերող խոսքերը դառնում էին նրա օրվա լույսը։ Այդ զրույցներում Անին անսահման երախտագիտություն էր զգում Դավիթի հանդեպ, նա էր գտել այդ բարերարին, նա էր բացել այդ դուռը, որն այժմ նրան հույս էր տալիս։ Նա պատկերացնում էր, թե ինչպես կվերադառնա տուն, աչքերում լույս, եւ Դավիթի ձեռքը կսեղմեր, շնորհակալություն հայտնելով այդ երազանքի համար։ Բայց այդ երազանքը, որն այդքան կատարյալ էր թվում, կարծես անտեսանելի ճաքեր ուներ, որոնք Անին դեռ չէր կարող զգալ։ Մյունխենի օդը, տիկին Սեդայի խնամքը, Արմենի անշարժ ներկայությունը, այդ ամենը կառուցված էր ինչ-որ բանի վրա, որը սկսում էր դանդաղ շարժվել։ Հետազոտությունները շարունակվում էին եւ յուրաքանչյուր օր Անի զգում էր, որ ինչ-որ բան օդում կախված էր, անհայտ, բայց սպառնալից։ Նա չգիտեր, որ այդ երազանքը, որն այդքան գեղեցիկ էր թվում, կարող էր մի ակնթարթում փլվել, վերածվելով դժոխքի, որի եզրին նա կանգնած էր։ Այդ անհայտ իստվերը սկսում էր մոտենալ եւ ճշմարտությունը, որն այդքան մոտ էր, պատրաստ էր բացվել անսպասելի կերպով։ Մի օր, երբ Արմենը բացակայում էր, Անին ու տիկին Սեդան մնացին տանը մենակ, դռությունը լցված խոհանոցից եկող թեյնիկի սուլոցով։ Անին նստած էր բազմոցին, ձեռքերը ծալած ծնկներին, եւ նրա մտքերը պտտվում էին այն հարցի շուրջ, որոնք վաղուց էին ծագել։ Նա զգում էր տիկին Սեդայի ներկայությունը, նրա դանդաղ քայլերը, կաթսայի մեղմ խշշոցը եւ այդ ծանոթությունը նրան հանգստություն էր տալիս, բայց այդ օրը նրա մտքում ինչ-որ բան շարժվեց, եւ նա որոշեց խախտել լռությունը։ Հետաքրքրությունը Արմենի մասին վերջապես դուրս բերելով մակերես, Անին, ինչպես նաեւ նրա ծնողներին, դեռևս ծանոթության առաջին օրերից տարօրինակ էր թվացել այդ տղամարդու կյանքի առեղծվածը։ Պարզապես այն ժամանակ անհարմար էին զգացել ուղիղ հարցնել այդ մասին։ Արմենը կայացած էր, մեծահարուստ, մի մարդ, ով կարող էր ամեն ինչ ունենալ, բայց նրա կյանքում կարծես դատարկություն էր տիրում։ Նա միշտ միայնակ էր, առանց կնոջ, առանց երեխաների, եւ այդ մենակությունը ծածկված էր անթափանց վարագույրով, որը ոչ ոք չէր կարողանում բարձրացնել։ Անին հիշում էր, թե ինչպես էր նա խոսում իրենց հետ վստահ, բայց զուսպ, եւ այդ զսպվածությունը միշտ թողնում էր անպատասխան հարցեր։ Տիկին Սեդան, կարծես գալով Անիի մտքերի ընթացքը, դանդաղ մոտեցավ, նրա ձեռքերից մեկը դնելով սեղանին, մյուսը թեյի բաժակին։ Անին զգաց օդի թեթև տեղաշարժը, երբ կինը նստեց կողքին, եւ այդ պահը կարծես դարձավ դուռ դեպի այն, ինչ նրանք երկուսով էլ զգում էին, բայց չէին արտաբերում։ Այդ հետաքրքրությունը Արմենի մասին, նրա անցյալի, նրա մենակության մասին, սկսեց ձևավորել մի ստվեր, որն ավելի խորն էր, քան Անին կարող էր պատկերացնել։ Աղջիկս, ես նրան վաղուց եմ ճանաչում, դեռ Հայաստանից։ Նա միշտ չէ, որ այսքան զուսպ էր, շարունակեց նա, հայացքը հեռվում։ Ժամանակին նա ծիծաղում էր, աչքերում կյանք կար։ Անին զգաց, որ կնոջ ձայնը կարծես ճաք էր, եւ նա համարձակվեց հարցնել. Իսկ ինչու է նա հիմա միայնակ։ Տիկին Սեդան խորշունչ քաշեց եւ սենյակը կարծես լցվեց անտեսանելի ծանրությամբ։ Արմենը ամուսնացած էր, սկսեց նա։ Գեղեցիկ կին ուներ, եւ նրանք մի աղջիկ ունեին, Լուսե անունով։ Անին սառեց, զգալով, որ այդ անունը ինչ-որ բան արթնացրեց իր մեջ, թեև չէր հասկանում, թե ինչ։ Լուսեն, նա երիտասարդ էր, գեղեցիկ, լուսավոր, ճիշտ քո պես, ասաց Սեդան եւ նրա ձայնը դողաց։
Բայց ցավոք, տարիներ առաջ նա զոհվեց ավտովթարից։ Անիզգաց, որ սիրտը սեղմվեց, եւ օդը կարծես դժվարացավ շնչել։ Դրանից հետո ամեն ինչ փոխվեց, շարունակեց տիկին Սեդան, աչքերը խոնավ։ Ծնողները չդիմացան այդ կորստին եւ ժամանակ անց բաժանվեցին։ Անին լռեց, նրա մտքերը խառնվեցին եւ նա զգաց, որ Արմենի մենակությունը հիմա ավելի խորն էր, քան երբևէ պատկերացրել էր։ Շաբաթներն անցնում են Մյունխենում, օրերը ձգվում էին, կարծես անվերջ ժապավեն, եւ Անի սիրտը ծանրացել էր կարոտից։ Նա կարոտում էր տան հոտը, մոր ձեռքերի ջերմությունը, Դավիթի ծիծաղը, եւ այդ կարոտը գիշերներն ավելի մութ էր դարձնում, քան նրա կուրությունը։ Բայց բժիշկների խոսքերը, որոնք ամեն անգամ հետազոտությունից հետո նոր հույս էին ներշնչում, նրան ուժ էին տալիս։ Հիվանդանոցի սենյակներում, որտեղ սարքերի ձայնը խառնվում էր գերմաներեն շշուկներին, նա զգում էր դրական փոփոխություններ, թույլ, բայց նկատելի։ Այդ փոքր առաջընթացները կարծես լույսի կաթիլներ էին, որոնք նա բռնում էր, չթողնելով ընկնել։ Արմենը միշտ ներկա էր, հոգ տանելով նրա կարիքները, բժիշկների հետ հանդիպումներ, դեղեր, տուն վերադարձի ճանապարհ։ Բայց նրա ներկայությունը ջերմ չէր։ Կարծես անտեսանելի պատ էր կանգնած նրա եւ Անի միջև։ Նա կատարում էր իր պարտականությունները մեխանիկորեն, առանց ժպիտի, առանց այն ջերմության, որ Անին սպասում էր մեկից, ով այդքան շատ էր արել իր համար։ Այդ անբացատրելի սառնությունը սկսում էր ավելի նկատելի դառնալ եւ Անի զգում էր այն նրա քայլերի զուսպ ձայնում, նրա շնչառության հեռավորության մեջ։ Ինչ-որ բան կար, ինչ-որ բան թաքնված, որն Արմենին հեռու էր պահում, եւ այդ ստվերը սկսում էր ձևավորվել նրա մտքում։ Տիկին Սեդայի պատմությունը Լուսեի մասին դեռ արձագանքում էր Անի գիտակցության մեջ, բայց նա դեռ չէր կարողանում կապել այդ կետերը։ Այդ սառնությունը, այդ հեռավորությունը պատրաստվում էին շուտով պարզվել, եւ այն, ինչ թաքնված էր, սպասում էր իր պահին բացվելու համար։ Ժամանակն անցնում էր եւ Մյունխենի օրերը կարծես զուլվել էին միաժամանակյա սպասման եւ կարոտի մեջ։ Անին չնայած տանջող կարոտին զգում էր, որ յուրաքանչյուր օր նրան ավելի ամոթեցնում այն պահին, որի համար այդքան հեռու էր եկել։ Հիվանդանոցի այցերը, հետազոտությունների անվերջ շարանը եւ բժիշկների խոստումները նրան պահում էին ոտքի վրա, նույնիսկ երբ գիշերները լցվում էին տան մասին երազներով։ Շուտով եկավ այն օրը, երբ վիրահատությունը վերջապես նշանակվեց, եւ այդ լուրը կարծես էլեկտրական հոսանք անցկացրեց նրա մարմնով։ Վիրահատության օրը օդը լցված էր լարվածությամբ, տիկին Սեդայի ձեռքը սեղմված էր նրան, իսկ Արմենը կանգնած էր կողքին, նրա ներկայությունը զգացվում էր, բայց դեռ սառը։ Բժիշկները իրենց ճշգրիտ շարժումներով եւ գերմաներեն հանգիստ հրահանգներով աշխատեցին ժամերով եւ վիրահատությունը բարեհաջող անցավ։ Անին արթնացավ, աչքերը փակված վիրակապերով, եւ առաջին օրերը անցան մշուշի մեջ։ Ձայները նրա միակ կապն էին աշխարհի հետ։ Բայց շաբաթներ անց, երբ վիրակապերը սկսեցին հանվել, Անին աստիճանաբար սկսեց տեսնել։ Սկզբում լույսի թույլ կայծեր, որոնք կարծես պարում էին նրա աչքերի առջև։ Հետո եկան ստվերները, անորոշ ուրվագծերը, եւ նա զգաց, որ խավարը, որն այդքան ժամանակ բռնել էր իրեն, սկսում էր նահանջել։ Տիկին Սեդեի դեմքը առաջիններից էր, որ նա տեսավ, մշուշոտ, բայց ծանոթ, եւ այդ պահը լցվեց անսահման երախտագիտությամբ։ Արմենը սակայն մնում էր հեռու, նրա կերպարանքը երևում էր հիվանդասենյակի դռան մոտ, բայց այդ սառնությունը դեռ կախված էր օդում, անբացատրելի եւ ծանր։ Այդ առաջին տեսողական կայծերը նոր սկիզբ էին, բայց նաեւ դուռ դեպի այն, ինչը դեռ պետք է բացահայտվեր։ Անին ոգևորված էր, նրա սիրտը բաբախում էր անհավատալի ուրախությամբ, երբ նա առաջին անգամ սկսեց տարբերել գույներն ու ձևերը։ Աշխարհը, որն այդքան ժամանակ եղել էր միայն ձայների եւ զգացողությունների խառնուրդ, դանդաղ բացվում էր նրա առջև, կարծես վարագույրը բարձրանար երկար ներկայացումից հետո։ Նա զգում էր յուրաքանչյուր նոր պատկեր, տիկին Սեդեի ժպիտի կնճիռները, պատուհանից երևացող ծառերի կանաչը, եւ այդ ամենը նրան լցնում էր անսահման թեթևությամբ։ Նրա ձեռքերը դողում էին,
Երբ նա վերցրեց հեռախոսը եւ մատները արդեն ծանոթ կոճակներին հավաքեցին տան համարը, սպասելով այն ձայներին, որոնք նրա կյանքի խարիսխն էին։ Հայաստանում Ալբերտն ու Նվարդը լսեցին երկար սպասված ուրախ լուրը եւ նրանց սրտերը լցվեցին անսահման երախտագիտությամբ։ Նրանք աղոթում էին, ծնկաչոք վիճակում, գլուխները խոնարհած, շնորհակալություն հայտնելով Աստծուն այն հրաշքի համար, որն իրենց դստերը վերադարձրել էր լույսը։ Ալբերտի աչքերը խոնավ էին, Նվարդի ձեռքերը սեղմված էին կրծքին եւ նրանց մտքերը պտտվում էին Արմենի շուրջ։ Այն բարերարի, ում շնորհիվ իրենց աղջիկը կրկին կարող էր տեսնել։ Նրանք հիշում էին նրա առաջին այցը, նրա խոստումները եւ այդ ամենը, ինչ նա արել էր անձնուրաց, առանց որևէ բան պահանջելու։ Անին լսելով նրանց ձայները զգում էր, որ այդ ուրախությունը կապում էր նրանց, չնայած հազարավոր կիլոմետրերին, որոնք բաժանում էին իրենց։ Բայց նույնիսկ այդ երջանկության մեջ ինչ որ բան անավարտ էր թվում, եւ Արմենի սառը ներկայությունը, որն այդքան տեսանելի էր դարձել, շարունակում էր ստվեր գցել նրա մտքերի վրա։ Այդ ուրախությունը նոր սկիզբ էր, բայց նաև ճանապարհ դեպի այն, ինչ դեռ թաքնված էր։ Մոտենում էր ճակատագրական օրը, երբ ամեն բան պետք է փլվեր աղջկա հոր Ալբերտի համար։ Անին առաջին անգամ տեսնելով Արմենի դեմքը զգաց, որ սիրտը լսվում է անսահման երախտագիտությամբ։ Նրա աչքերը, որոնք վերջապես կարող էին ընկալել նրա կերպարանքը, փայլում էին, եւ նրա խոսքեր էր փնտրում, արտահայտելու այն, ինչ զգում էր այդ տղամարդու հանդեպ, ով փոխել էր իր կյանքը։ Արմենը կանգնած նրա առջև ընդունում էր այդ երախտիկը լուռ, բայց անսպասելիորեն առաջարկեց գնալ ռեստորան, նշելու այդ առիթը։ Անին, ոգևորված այդ մտքից, համաձայնեց։ Սակայն զարմանքը սողոսկեց նրա մտքերը, երբ նկատեց, որ տիկին Սեդան իր դայակը հրավիրված չէր։ Այդ կինը, որն ամիսներ շարունակ եղել էր նրա ընտանիքի մի մասը, բացակայելու էր այդ պահին, եւ դա տարօրինակ ստվեր գցեց Անի ուրախության վրա։ Այժմ, երբ նա կարողանում էր ինքնուրույն քայլել, նրանք միասին ուղևորվեցին ռեստորան, Մյունխենի փողոցների լույսերը արտացոլվելով նրանց աչքերում։ Ընթրիքը ընթանում էր հանգիստ։ Սեղանը լցված էր համեղ ուտեստներով եւ Անին թույլ տալով իրեն մի պահ թուլանալ, խմեց մի բաժակ գինի։ Բայց րոպեներ անց նրա մարմինը սկսեց ծանրանալ, գլուխը պտտվեց եւ աչքերը, որոնք նոր էին սովորել տեսնել, կարծես կորցրին իրենց ուժը։ Երբ նա կրկին բացեց դրանք, նա այլևս ռեստորանում չէր։ Անծանոթ սենյակի մաչակալին պառկած միայն ներքնազգեստով։ Խուճապը սկսեց բարձրանալ նրա կոկորդում, սիրտը բաբախում էր անկանոն եւ նա փորձեց հիշել, թե ինչ էր տեղի ունեցել։ Գինու համը դեռ զգացվում էր նրա բերանում, բայց հիշողությունը կտրվել էր այն պահից, երբ նա կորցրել էր գիտակցությունը։ Մտքերը խառնվեցին եւ սարսափելի կասկածը սկսեց ձևավորվել։ Միթե Արմենը, այդ անբացատրելի տղամարդը, կարող էր ինչ-որ բան լցնել իր բաժակի մեջ։ Նա հիշեց, որ տիկին Սեդան հրավիրված չէր, եւ այդ բացակայությունը, որ սկզբում պարզապես տարօրինակ էր թվացել, հիմա սկսեց սպառնալի երանգ ստանալ։ Անին փորձեց բարձրանալ, բայց մարմինը դեռ թույլ էր, եւ նա նայեց շուրջը, անծանոթ պատեր, անծանոթ հոտ, եւ այդ ամենը խեղդում էր նրան։ Նա չէր ուզում հավատալ իր մտքերին, չէր ուզում ընդունել, որ այդ բարերարը, ում նա պաշտում էր, կարող էր նման բան անել, բայց իրողությունը կանգնած էր նրա առջև անհերքելի եւ սարսափելի։ Ինչու էր նա այդ սենյակում ներքնազգեստով մահճակալին պառկած, եւ ինչ էր տեղի ունեցել այն պահից, երբ գինին դիպել էր նրա շուրթերին։ Անին դողացող ոտքերով կանգնեց մահճակալից սենյակի սառը օդը սողոսկելով նրա մաշկի վրա։ Խուճապը դեռևս բռնել էր նրան, բայց նա ստիպեց իրեն շարժվել, մտքերը պայքարելով սարսափի դեմ, գտնելու ելք այդ անհայտից։ Նա սկսեց փնտրել իր հեռախոսը ու բարեբախտաբար արագ գտավ այն։ Հեռախոսը ձեռքին նա սեղմեց կոճակը եւ էկրանը լուսավորվեց, ցույց տալով, որ ձայնը անջատված էր, իսկ բաց թողնված զանգերի երկար ցուցակը լցված էր հոր համարով։ Ալբերտի անունը կրկնվում էր էկրանին, յուրաքանչյուր բաց թողնված զանգ կարծես ահազանգ էր, որ նա չէր լսել, եւ դա սեղմեց նրա սիրտը։ Բայց այդ ցուցակի մեջ կար նաեւ մի հաղորդագրություն, եւ երբ Անին բացեց այն, սարսափը պատեց նրան։ Նրա շունչը կտրվեց եւ աչքերը սառեցին էկրանին։
Հաղորդագրության մեջ գրված էր հետևյալը. «Կներես ինձ աղջիկս, կներես եթե կարող ես, ես եմ մեղավոր քո հետ տեղի ունեցածի համար։ Այդ սրիկան իր վրեժը լուծես քեզանից, ես չեմ կարող ներել ինձ այն բանի համար, որ կատարվեց քո հետ»։ Այդ բառերը կարծես կայծակ էին, որոնք հարվածեցին նրա գիտակցությանը եւ անից զգաց, որ ոտքերը թուլացան, ստիպելով նրան նորից նստել մահճակալին։ Հոր խոստովանությունը, այդ անսպասելի մեղքի ընդունումը խառնված նրա մտքերին, գինու համը, Արմենի սառը հայացքը եւ այդ անծանոթ սենյակը։ Նա փորձեց հասկանալ, թե ինչ նկատի ուներ հայրը։ Ես եմ մեղավոր եւ ինչու էր ինչ-որ մեկը վրեժ լուծել իրենից։ Այդ սրիկան, որին նշել էր Ալբերտը, կարծես թվեր էր, որը սկսում էր ձևավորվել, եւ Արմենի կերպարանքը դանդաղորեն համընկավ այդ թվերի հետ։ Անի նայեց իրեն ներքնազգեստով անծանոթ մահճակալին եւ սարսափը խորացավ։ Երբ նա սկսեց կապել կետերը, գինին, գիտակցության կորուստը եւ այժմ այդ հաղորդագրությունը, հոր խոսքերը արձագանքում էին նրա գլխում եւ նա զգաց, որ աշխարհը, որը նոր էր սկսել տեսնել, կրկին սկսում էր մթնել, այս անգամ ոչ աչքերով, այլ սրտով։ Խուճապը, որը սկզբում պարզապես վախ էր, վերածվեց խառնաշփոթի եւ անզորության, եւ նա սեղմեց հեռախոսը, կարծես այն միակ կապն էր մնացել իր եւ ճշմարտության միջև։ Անի նստած էր մահճակալին, սիրտը բաբախում էր խուճապի ռիթմով, եւ նրա մտքերը պտտվում էին հոր հաղորդագրության շուրջ։ Այդ խոստովանությունը, որն ամեն ինչ գլխի վայր շուռ էր տվել։ Նա սեղմում էր հեռախոսը, մատները դողում էին, եւ վախը խառնվել էր վճռականությանը զանգելու հորը, եւ ի վերջո հասկանալու, թե ինչ էր կատարվել, ինչու էր նա մեղավոր եւ ով էր այդ սրիկան։ Բայց նախքան նա կհավաքեր համարը, նրա հայացքը պատահաբար ընկավ սենյակի անկյունում փոքրիկ սեղանի վրա, որտեղ դրված էր մի ծրար։ Այն կանչում էր նրան, կարծես անտեսանելի ձայնով, եւ Անին դանդաղ կանգնելով մոտեցավ, ոտքերը դեռ թույլ, բայց հետաքրքրասիրությունը հաղթելով վախին։ Ծրարը պարզ էր, սպիտակ, բայց վրան գրված էր նրա անունը, ձեռագիր, եւ այդ գրությունը կարծես սանութ էր, կարծես կապված էր այն ամենին, ինչ նա վերջին ամիսներին ապրել էր։ Նա վերցրեց այդ ծրարը, ձեռքերը դողում էին, եւ բացեց այն զգալով, որ սենյակի օդը ծանրանում էր յուրաքանչյուր շարժումով։ Ծրարի ներսում թուղթ էր եւ վերևում գրված էր. Անիին Արմենից։ Այդ նույն ձեռագրով, որը նա կապում էր իր փրկության հետ, բայց այժմ նաեւ իր սարսափի։ Այդ պահին նրա շունչը կարծես կանգ առավ եւ նա զգաց, որ այդ թուղթը պահում էր պատասխաններ, որոնք կարող էին կամ բացատրել ամեն ինչ, կամ ավելի խոր ընկղվել նրա խավարի մեջ։ Անծանոթ սենյակը, ներքնազգեստով իր վիճակը, հոր հաղորդագրությունը, այդ ամենը սկսեց պտտվել նրա գլխում եւ Արմենի անունը կարծես կնիք էր այդ առեղծվածի վրա։ Նա կանգնած էր ծրարը ձեռքին, սենյակի լռությունը ճնշում էր նրան եւ նա գիտեր, որ այդ նամակը բացելը կլիներ դուր դեպի ճշմարտություն, այն ճշմարտություն, որից նա այլևս չէր կարող փախչել։ Անին կանգնած էր անծանոթ սենյակում, ծրարը ձեռքին, եւ նրա սիրտը բաբախում էր վախի ու անորոշության ռիթմով։ Հոր հաղորդագրությունը դեռ արձագանքում էր նրա գլխում, բայց այժմ Արմենի ձեռագիրը, որը գրված էր ծրարի վրա, կարծես բանելի էր դեպի այն ճշմարտությունը, որից նա եւ փախչում էր եւ ձգտում էր։ Նա բացեց ծրարը եւ թուղթը դուրս սահեց, ընկնելով նրա դողացող մատների մեջ, եւ նրա աչքերը սկսեցին կարդալ յուրաքանչյուր տող նոր հարված էր նրա գիտակցությանը։ Արմենը սկսել էր նամակը խոստովանությամբ գրելով, որ ինքը մատով անգամ չի դիպչել Անին, եւ նա կարող էր հանգիստ լինել այդ հաշվով։ Այդ խոսքերը կարծես թեթևացում բերեցին, բայց միայն մի պահ, քանի որ հաջորդ օրերում նա խոստովանեց, որ նախորդ գիշեր իսկապես հատուկ նյութ էր լցրել Անիի գինու բաժակի մեջ, նրան քնեցնելու եւ իր ծրագիրը կյանքի կոչելու համար։ Նա ներողություն էր խնդրել այդ արարքի համար, խոստովանելով, որ ափսոսում էր այն իրավիճակի համար, որում Անին հայտնվել էր, անծանոթ սենյակում անօգնական եւ խոցելի։ Բայց նամակը դրանով չէր ավարտվում, եւ Արմենը սկսեց բացատրել, թե ինչու էր այդ ամենը կատարվել, բացելով անցյալի դռները, որոնք Անին երբեք չէր տեսել։
Նա գրել էր, որ տարիներ առաջ տեղի ունեցած վթարը, որը խլել էր Անի տեսողությունը, այնպես չէր եղել, ինչպես նրա հայրը Ալբերտը պատմել էր։ Իրականում այդ օրը ճանապարհին մեքենան, որին հարվածել էին, եղել էր նրա դստեր Լուսեի մեքենան, նոր, փայլուն, նվեր ստացած իր 18-ամյակին հոր կողմից։ Ալբերտը հարբած նստած ղեկին հարվածել էր Լուսեի մեքենային, եւ աղջիկը ծանր վիրավոր մնացել էր անօգնական, մինչև կյանքը լքել էր նրան։ Ալբերտը վախից եւ մեղքից դրդված փախել էր դեպքի վայրից, թողնելով Լուսեին մենակ մահանալու։ Արմենը գրել էր, որ այդ ճշմարտությունը պարզելու համար իրեն երկար տարիներ էին պետք եղել, անվերջ հետաքննություններ, հարցումներ, կապեր, մինչև նա վերջապես գտել էր մեղավորին։ Երբ մի օր նա կարդացել էր հայտարարություն Անի մասին, աղջկա, որին օգնություն էր պետք, նա որոշել էր օգնել, դեռ չիմանալով, թե ով էր նա։ Բայց հետո Դավիթից մանրամասներ իմանալով, վթարի օրը, մոտավոր ժամը, վայրը եւ սեփական հետաքննություն անցկացնելով, նա հասկացել էր, որ Անին եւ Լուսեն նույն օրը, նույն ճանապարհին էին վթարի ենթարկվել։ Այդ պահից նրա մտքում ծրագիր էր ծնվել, եւ նա պարզել էր, որ Ալբերտը այն ժամանակ դեռ հարուստ մարդ վաճառել էր իր ունեցվածքը, կաշառել քննիչներին եւ իրավապահներին, ծածկելու իր հանցանքը։ Արմենը խոստովանել էր, որ դիտավորյալ չեղարկել էր Անի մոր նվարդի վիզան, որպեսզի Անին մենակ մեկներ Գերմանիա իր հետ, եւ նա կարողաներ իրականացնել իր վրեժը։ Նամակի վերջում նա բացահայտել էր, թե ինչ էր արել։ Նա լուսանկարել էր Անին այդ վիճակում, ներքնազգեստով պառկած կողնում, եւ ուղարկել էր այդ լուսանկարները Ալբերտին։ Նա գրել էր, որ հիշեցրել էր նրան վթարի մասին ասելով, որ վրեժը լուծված է։ Նա կործանել էր իր դստերի կյանքը եւ ինքն էլ կկործանի նրա աղջկա կյանքը, ակնարկելով, որ բռնի տիրացել էր Անին, թեև դա ճշմարտություն չէր։ Այդ խոսքերը կարծես դանակներ էին, որոնք խոցում էին Անիի սիրտը, եւ նա զգաց, որ աշխարհը, որ նոր էր սկսել տեսնել, փլվում էր նրա ոտքերի տակ։ Արմենը նամակը ավարտել էր ներողությամբ, խնդրելով Անին ներել իրեն, եթե կարող էր։ Բայց այդ ներողությունը չէր կարող ջնջել այն ցավը, որ նա զգում էր կարդալով այդ տողերը։ Անին կանգնած էր թուղթը ձեռքին, եւ նրա աչքերից արցունքներ սկսեցին հոսել, խառնելով երախտագիտությունը, որն այդքան ժամանակ զգացել էր Արմենի հանդեպ, այն սարսափի հետ, որ նա այժմ լցրել էր նրա հոգին։ Անին կանգնած էր Արմենի նամակը ձեռքին, եւ նրա աչքերից հոսող արցունքները կաթում էին թղթի վրա, խառնելով թանակը։ Նրա մտքերը պտտվում էին, վրեժ, մեղք, խաբեություն, եւ այդ ամենը կարծես ծանր քար էր, որ ճզմում էր նրա կուրծքը։ Բայց երբ նա շրջեց թուղթը, նկատեց, որ կար երկրորդ էջ, ավելի կարճ, բայց կարծես լույսի շող էր այդ խավարի մեջ։ Այդ էջում Արմենը գրել էր տիկին Սեդե հեռախոսը համարը, ընդգծված եւ կողքին մի նախադասություն, խնդրելով Անին զանգել նրան։ Այդ խոսքերը, թեև պարզ, կարծես կապ էին դեպի ծանոթ մի բան, եւ Անին դեռ դողացող մատներով վերցրեց հեռախոսը, հավաքելով համարը։ Զանգը երկար չհնչեց, եւ տիկին Սեդեի ծանոթ ձայնը լսվեց խռպոտ, բայց լի անհանգստությամբ։ Եվ այդ ձայնը կարծես կամուրջ էր դեպի այն օրերը, երբ Անիի կողքին էր։ Սեդան բացատրեց, որ Արմենը քիչ առաջ մեկնել էր, թողնելով նրա մոտ Անիի տոմսը դեպի Երևան, որը նախատեսված էր հաջորդ օրվա համար։ Նա նաև թողել էր կլորի գումար փաթեթավորված ծրարի մեջ, որպեսզի Անին կարողանար շարունակել բուժումները Հայաստանում, այնտեղ, որտեղ նրա ընտանիքն էր։ Անին կանգնած էր անծանոթ սենյակում, հեռախոսը դեռ ձեռքին, եւ տիկին Սեդեի ձայնը դեռ արձագանքում էր նրա ականջներում, խոստանալով վերադարձ դեպի տուն։ Արմենի նամակը ընկած էր սեղանին, եւ նրա բառերը վրեժի, մեղքի եւ ներողության մասին կարծես սենյակի օդում կախված ստվերներ էին։ Այդ պահին, երբ նրա շուրջը ամեն ինչ լռել էր, Անի մտքերը սկսեցին պտտվել ոչ թե այն, ինչ տեղի էր ունեցել, այլ այն, ինչ նա կորցրել եւ գտել էր։ Նա մտածեց այն խավարի մասին, որը ընդգրկել էր իր կյանքը վթարից հետո, այն օրերի,
Երբ աշխարհը ձայների եւ զգացողությունների խճանկար էր առանց գույների, առանց ձևերի, այդ խավարը ծանր էր, բայց պարզ, եւ այնտեղ նա չէր տեսել ոչ հոր ստերը, ոչ Արմենի վրեժը, ոչ էլ այն ճշմարտությունը, որն այժմ ճնշում էր նրա սիրտը։ Նա հիշեց, թե ինչպես էր ապրել, վստահելով ծնողներին, կառչելով Դավիթի ձայնից եւ այդ կուրությունը, թեև սահմանափակում էր նրան, պահպանել էր նրա հոգին այդ ցավից։ Հիմա, երբ նրա աչքերը բացվել էին, նա տեսել էր ամեն ինչ. Տիկին Սեդայի ժպիտը, Մյունխենի փողոցները, բայց նաև այն մղձավանջը, որը սկսվել էր գինու բաժակից եւ ավարտվել այդ սենյակում։ Նա տեսել էր ճշմարտությունը, հոր հանցանքը, որն ընդմիշտ խլել էր Լուսեի կյանքը, եւ Արմենի դաժան խաղը, որն իրեն դարձրել էր ակամա զենք։ Անին մտածեց. արդյոք ավելի լավ կլիներ մնալ կույր, ապրել այդ անտեղյակության մեջ, որտեղ հայրը մնում էր իր հերոսը, թե այդ տեսողությունը, այդ ճշմարտությունը, որ իր առջև բացել էր դառ իրականությունը։ Նա նայեց պատուհանից երևացող լույսին եւ առաջին անգամ զգաց, որ այդ ընտրությունը, թեև ծանր, իրենն էր ապրելու ճշմարտության հետ կամ փակել աչքերը նորից։